Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մեր տարածաշրջանում ճանապարհների ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Գերմանիան ինչ ներդրում կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացման գործում, կանցլերը նաև այդ մասին ընդգծեց ասուլիսի ժամանակ կարծես։ Ну, էլի 1000 ներողություն եմ խնդրում 10 անգամ, որ ես դիտարկում անում եմ, իրական խոսքը Հայաստան-Թուրքիա սահմանի մասին, որովհետև մենք հայ-թուրքական սահման գոյություն չունի ուղղակի։ Կա Հայաստան-Թուրքիա սահման։ Գիտեք ինչ, իհարկե դա երկկողմ հարաբերությունների հարց է։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, բայց նաև ցանկացած երկկողմ հարաբերություններում միջազգային մթնոլորտը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ միջազգային հարաբերությունները, միջազգային գործընկերները ստեղծում են մթնոլորտ, երբ որ այդ քայլի հասունացմանը նպաստում են, եւ նաեւ այս առումով թե Գերմանիան, թե մյուս երկրները իհարկե իրենց աջակցությամբ, գործընթացի նկատմամբ հետաքրքրվածությամբ, իմիջայլոց ասեմ ձեզ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել, որովհետեւ նաեւ խաղաղության խաչմերուկի եւ թրիպ ուղի նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում եւ ոչ միայն երկաթուղային, ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Մենք խոսում ենք կանաչ ջրածնի մասին, այսօր ինձ համար վերջնական համոզմունք ձևավորվեց, որովհետև էդ էլ կա, որ նախագծեր են լինում, որ մտածում ես լավ դա ինչքանով է իրատեսական։ Այսօր ինձ համար ակնհայտ է, որ կենտրոնական Ասիայից Եվրոպա մի ապագա մի X-պահի անպայման ջրածնի կանաչ ջրածնի խողովակաշար է գալու։ Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը նշանակում է այդ պոտենցիալ խողովակաշարը եւս մեկ լրացուցիչ երթուղու հնարավորություն ստանա, որը ձեռնտու է եւ մեր տարածաշրջանի երկրներին եւ Եվրամիության երկրներին եւ այսօր գիտեք ինձ Համբուրգում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես մի միտք ասացի, որ տեսեք օգոստոսի 8-ին քաղաքական կարևոր որոշում կայացվեց եւ քաղաքական առաջնորդություն ցուցաբերվեց, բայց ես հիմա զգում եմ, որ տնտեսությունը մեզ, այսինքն քաղաքական գործիչներից վազանցում է։ Այսինքն մենք այդ լիմա չէ, որ Սևանի մայրուղով քեզ համար քշում ես, մեկ էլ մի հատ ավտո եկավ, սենց արագ վազանցեց անցավ։ Հիմա ես զգում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է եւ դա շատ լավ նորություն է։ Շատ լավ նորություն է, որովհետեւ այդ տնտեսական կապերը եւ տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եւ ավելի լայն համատեքստում ձևավորվում է, դրանք կայունության եւ անվտանգության ամենահուսալի երաշխիքն են, որովհետեւ երբ որ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել եւ ամեն մեկը իրանց երկրներին բերել լրացուցիչ եկամուտներ, այդ ժամանակ երկրներից ոչ մեկը մյուս երկրի ապակայունացման եւ ընդհանրապես տարածաշրջանի ապակայունացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենա, ընդհակառակը շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների եւ տարածաշրջանի կայունության համար։ Եվ ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրանք այո տենց գան եւ քաղաքականությանը կներեք, ուզում եմ հասկանալի բառ օգտագործեմ ուղղակի աբգոն անեն։ Դա շատ կառուցողական աբգոն է, սովորաբար աբգոնը վտանգավոր առնում, այս դեպքում ամենահուսալի եւ լավ աբգոնն է, որ տնտեսությունը քաղաքականությանը գա եւ տարածաշրջանային տնտեսությունը գա տարածաշրջանային քաղաքականությանը աբգոն անի եւ իր հետևից այն ժամանակ ասում էի, որ հանդիպման ժամանակ այն ժամանակ մտածում ենք, որ տնտեսությունը կհրի քաղաքականությանը, հիմա տնտեսությունը կքաշի քաղաքականությանը, որը ավելի էֆեկտիվ է։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։